Պարոն Վարդանյան, հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն հրապարակել, դա այն մասին էր, որ ձեր թիմը գումար է բաժանում քաղաքացիներին, ընտրողներին, որպեսզի Սամվել Կարապետյանին ընտրեն, ինչ կարող եք ասել, դրանք հստակ ձայնագրություններ էին, կարծես թե չհերկվեց։ Տիկին Սարգսյան, ես զարմանում եմ, որ դուք ասում եք հստակ ձայնագրությունը, առավել ևս ձեր փորձից ելնելով, վստահ եմ դուք կարողանում եք տարբերակել մոնտաժված ձայնագրությունները ոչ մոնտաժված ձայնագրություններից։ Ավելին, ես վստահ եմ մեր գործընկերները կհիշեն 2020 թվականին մի աղմկարույց սկանդալային ձայնագրություն էր հրապարակվել, որը ներկայացվում էր որպես սպանության փորձի կազմակերպման վերաբերյալ մի ձայնագրություն։ Այնուհետև նույն դատախազությունը, նույն քննչականով հրապարակել էր այդ ձայնագրությունը, իրենց իսկ ձեռքով կարճեցին այդ քրեական վարույթը, այն հիմքով, որ այդ ձայնագրությունը եղել է կենցաղային բնույթի։ Ավելին, ես լսել եմ փաստաբաններից, ով այդ գործով ներգրաված է հայտարարությունը, ըստ որի ներկայացված միջնորդություններից գրեթե ոչ մեկը չի էլ բավարարվել։ Նույնիսկ հիմնավոր կասկածը չի հաստատվել։ Իդեպ, պատկերացրեք, եթե պարզվի այդ խոսակցությունը կենցաղային բնույթի էր։ Օրինակ, երկու հարազատների միջև խոսակցություն էր, որից հետո ծիծաղում են այդ նույն անձինք, բայց դա ձայնագրության մեջ, որը հրապարակվել էր, չէր դրվել, բայց սղագրության մեջ այն կար։ Հնարավոր է, չէ՞ դա։ Ավելին, այս իշխանությունների ձեռագիրը ամեն կերպ ամեն ինչ մոնտաժելու եւ հանրությանը հրամցնելու, սուտն ու կեղծիքը հրամցնելու անգերազանցելի է։ Ի վերջո հենց այս իշխանություններն էին, որ բոլորը, այդ թվում այս ազգային ժողովում իդեպ, խոսում էին նրա մասին, որ պրոբացիայի ծառայությունը թույլ է տվել Սամվել Կարապետյանին տեսաուղերձներով հանդես գալ։ Հետո հենց իրենք ընդունեցին, որ դա սուտ է։ Տիկին Սարգսյան, ես կարող եմ ասել, որ նման արտահայտությունները նույնիսկ հարցադրման հնչեցնելը ծայրահեղ վիրավորական է, ուժեղ Հայաստան կուսակցությունը դաշինքը իր գործունեությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ սահմանադրությանը համապատասխան, եւ եթե ձեր պատկերացրած որևէ մի վարքագիծ լիներ, ապա այն գիտեք, այսպես սփռված կլիներ ամբողջ տեղեկատվական դաշտում։ Այն էլ մի հատ կիսատ պռած ձայնագրություններ, այն էլ պարզվեց հիմնավոր կասկածներն չեն հաստատվում։